հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բավականին բարդ օրենքների եւ օրենսգրքի շրջանակներում է կարգավորվում, դրան միանում են նաեւ միջազգային կոնվենցիաներ, օրինակ Օրխուսի կոնվենցիան, որը նաեւ ենթադրում է, որ շահագրգիռ կողմը պետք է լսված լինի հանքարդյունանող ընկերության գործունեության վերաբերյալ եւ կասեի, որ հաշվի առնելով այս օրենքների եւ միջազգային կոնվենցիայի համակցությունը բավականին հղկված կամ որոշակի հակասություններ, որոշակի ճշգրտումների ենթակա հարցեր ընդհանուր օրենսդրության մեջ, բայց ընդհանուր առմամբ վերցնելով բավականին հղկված, բավականին մանրամասն կարգավորող օրենսդրություն է եւ պետք է հաշվի առնենք, որ կարգավորող մարմինն է, այս դեպքում ունի վերահսկողության երկու ուղղություն, մեկը հաշվետվական վերահսկողության շրջանակներում կարող է հսկել հաշվետվություններ պահանջել որոշակի օդի տաղտուտվածության, չգիտեմ, ասենք գործունեության վերաբերյալ տարբեր հատվածների մասով ունի հաշվետվություն պահանջելու իրավասություն, ինչպես նաև ունի կամերալ վերահսկողության իրավասություն, որը ենթադրում է, որ ստուգումների միջոցով կարողանում է վերահսկել, այսպես ասած, այդ ոլորտը եւ այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություններին, որոնք շատ հստակ դրված է օրենսդրության մեջ, որ պետք է հետևեն շրջակա միջավայրին, լինեն պատասխանատու շրջակա միջավայրի հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև համագործակցել նաև հարակից, այսպես ասած, համայնքներին, որոնք ընդգրկված են հենց այդ գործունեության մեջ։ Մեր մոտ կան անձինք, որոշակի անհատներ, որոնք ըստ էության իրենց անվանում են բնապահպաններ, որոնց հիմնական գործառույթն է իրենց վկայակոչմամբ հետևելու հենց ոչ միայն Լիդիան Արմենիա ընկերության, այլ խոշոր այլ հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությանը հետևեն, որպեսզի չխախտվեն բնապահպանական պահանջները, բայց հենց այս անհատները տարիներ շարունակ քննադատել են ընկերությունը առանց որևէ հիմնավորվածության, վկայակոչվել են տարբեր հարթակներում, ասել են, որ այս ծրագիրը աղտոտում է օդը, այս ծրագիրը, չգիտեմ, ունի մեծ ուժեղ ազդեցություն կամ կատաստրոֆիկ, այսպես ասած, ազդեցություն բնապահպանության առանց որևէ հիմնավորման։ Հիմնական խնդիրը, որ բախվում ենք, ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ այն նման անհատների կողմից սուտ եւ կեղծիք տարածելու արդյունքում որոշակի խոշոր ծրագրեր կասկածի տակ են ընկնում, որպես թե մեր գործընկեր տեղացի ներդրողների կողմից, թե արտասահմանյան ներդրողների կողմից կոնկրետ ծրագրերը ֆինանսավորելու հարցում։ Հենց այս խնդիրներն են, որոնք մեր հասարակության մեջ պետք է հասկանանք, որ չի կարելի մի գործունեություն քննադատել կամ որևիցե ձևով այսպես ասած safe PR տարածել կոնկրետ ընկերության մասով, եթե չունես բավարար ապացույցներ, որ կոնկրետ այս գործունեությունը որոշակի բացասական ազդեցություն է ունենում մեր բնապահպանությանը։ Այդ չունենալով այդ ապացույցների բազա քննադատել ընկերությունները միջազգային ներդրումային հարթակներում շատ բացասաբար է անդրադառնում մեր ներդրումային միջավայրին։ Մենք Լիդիան Արմենիա ընկերության հետ կապված ներկայացրել ենք գրեթե 10 հայցադիմում, որոնցից 9-ում ունեցել ենք հաղթանակ, ասեմ, որ այդ դատական գործերում, որտեղ մենք որպես հայց, որ ենք հանդես եկել, պատասխանող կողմը, որոնք եղել են անհատներ, որոնք տարիներ շարունակ քննադատել են առանց որևէ հիմքի, չեն կարողացել ապացուցել, որ իրենց վկայակոչված, այսինքն ինչ-որ մի փաստ, վկայակոչված ինչ-որ մի տեղեկատվություն իրականում կա, գոյություն ունի եւ ճշմարտություն է կամ ապացուցված է։ Հետևաբար այդ բոլոր հիմնական մեր գործերում մենք տոնել ենք մեր հաղթանակները, այն տեսանկյունից, որ իրականում դատարանը գտել է, որ կոնկրետ այդ գործերով հենց դիտավորյալ տարածել են կեղծ եւ սուտ տեղեկատվություն ընկերության վերաբերել բացասական տրամադրություններ առաջացնելու նպատակով հանրության մեջ։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, ընկերությունները պատրաստ են, միշտ պատրաստ են երկխոսելու եւ քննադատություններին պատասխանելու, լսելու այդ քննադատությունը, եթե դրանք իրականում կան, առկա են, այսինքն եթե կոնկրետ կա խախտում բնապահպանության մասով, այսօր գրեթե բոլոր պատասխանատու հանքարդյունանող ընկերությունները պատրաստ են լսելու քննադատությունները, երկխոսելու եւ ինչու՞ չէ նաեւ շտկելու այդ
եթե կան որոշակի սխալներ իրենց գործունեության մեջ կամ հակասություններ օրենսդրության մեջ։ Բայց այսօր ցավոք սրտի չունենք առողջ քննադատություն հենց այս ընկերությունների մասով, որոնց վերաբերյալ ըստ էության տարիներ շարունակ ուղղակի կեղծ եւ սուտ տեղեկատվություն է տարածվում։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ ազատ խոսքը ունի սահմաններ։ Դա չի նշանակում, որ ազատ խոսքը կիրառելիս պետք է այլ անձի իրավունքը խախտվի, այսինքն մենք սահմանը ըստ էության եւ դատարաններն են այդ սահմանը գծել, որ այն բայց երբ որ խախտվում է այլոց իրավունքները, հենց այդտեղ ավարտվում է հենց խոսքի ազատությունը։ Ամուսար ծրագիրը որպես այդպեսին առաջին եւ միակ այս պահին արևմտյան ներդրումներով ստեղծված ընկերություն է, որտեղ նախկինում եղել են եւ միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Եվրոպական բանկը որպես բաժնետերեր եւ 10 տարի, եթե չեմ սխալվում, սկսած 2009 կամ 10 թվականից սկսած այնց էս միջազգային չափորոշիչները, այսինքն պատասխանատու հանքարդյունանումը, ինչը ենթադրում է, որ քո գործունեությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի եւ բնապահպանական ստանդարտներ եւ սոցիալական ծրագրեր իրականացվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Ընկերությունը իրականացրել է իր գործառույթները հենց այս միջազգային ստանդարտներին համապատասխան այլ ձևով իրականացնել ծրագիրը կամ սկսել այդ հետախուզական աշխատանքները անհնարին էր, քանի որ հենց այդ Եվրոպական բանկը եւ միջազգային ֆինանսական կորպորացիան հենց այդ ստանդարտները առանձին սահմանել է, որ հենց այդ ստանդարտներով պետք է առաջնորդվես նախապես քո գործառույթները իրականացնելու համար։ Այս բանը միակ գործիքակազմը սուտ կեղծիքի դեմ պայքարել դա ցավոք սրտի միակ դատական ատյաններն են։ Ինչի են միայն դատական ատյաններ, որտեղ երկխոսելու հնարավորությունը թեպետև ընկերությունները ստեղծում են, որ երկխոսեն, ասենք վերհանված խնդիրը պատրաստ ենք նստելու, դեմ արդեմ քննարկելու, լուծումներ գտնելու դրա հարցում, եթե իրականում կա այդ խնդիրը։ Լիդեն Արմենիա ընկերությունը տարիներ շարունակ առաջարկել է, տրամադրել է նաև հարթակներ, որպեսզի այդ ընդհանուր կոնֆերանսների, ընդհանուր հանդիպումների արդյունքում նստել եւ երկխոսել այդ խնդիրների վերաբերյալ, եթե իրականում այդ խնդիրները առկա են, բայց ասում եմ, հենց ոնց կարող անձը գա երկխոսի, եթե իրականում ինքը գիտի, որ ինքը սուտ եւ կեղծիք է տարածում։ Այդ հանդիպումների ընթացքում ինչ է ապացուցի։ Հետևաբար հենց այդ երկխոսությունը միշտ մերժվել է գրեթե բոլոր առաջարկներում, հենց այդ անհատների կողմից։ Սա չի վերաբերում, կրկնում եմ, առողջ քննադատություններին, եթե իրականում որոշակի ստանդարտներ կամ պահանջներ օրենսդրության չեն պահպանվում, այսօր գրեթե բոլոր ընկերությունները պատրաստ են դրա հետ կապված շտկել իրենց սխալները կամ խախտումները, բայց եթե դա առողջ քննադատություն է, եթե դա սուտ եւ կեղծիք չէ, բայց ցավոք սրտի սուտ եւ կեղծիկի դեմ միակ պայքարը, այսինքն գործիքակազմը, դա միայն դատական ատյաններն են։ Մենք բավականին խորը գիտելիքներ ունենք հենց կիրառելու օրենսդրության վերաբերյալ, գիտենք այն հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, հակասությունները, այսինքն բավականին խորը գիտենք այդ օրենսդրությունը, հետևաբար մեր կողմից այն նման դատական հայցադիմներ ներկայացնել այդ անհատների նկատմամբ, որոնք քննադատում են կամ սուտ եւ կեղծիք են տարածում, մեզ համար մենակ կա մի սկզբունք, որ մենք ներկայացնում ենք հայցադիմում, ակնկալում որ մյուս կողմը կամ պետք է ապացուցի, որ իրականում դա կա տեղի ունեցել, կամ չի կարող ապացուցել։ Իմանալով, որ մեծ գաղտնիք չունենք ստեղ Լիդեն Արմենիա ընկերության այնքան թափանցիկ ընկերությունը այնքան պատասխանատու է եւ հարակից համայնքների սոցիալական ծրագրերում եւ բնապահպանական ստանդարտների հարցում, որտեղ մենք գրեթե համոզված ենք, որ որևիցե խախտում այն քննադատությունները, որոնք ներկայացում են ընկերության մասով, չկան։ Այսինքն մենք մեծ գաղտնիք չունենք այդտեղ, մենք գնում ենք դատարան եւ ասում ենք, ահա սա է ստանդարտները, ահա սա է մեր ընկերության կողմից իրականացվող գործառույթները, ահա սա է համապատասխանում օրենսդրությանը, իր գործունեությունը, եթե հակառակը կա, բերեք ապացուցեք եւ 10 հայցադիմներից գրեթե 9-ում պատասխանողը չեն կարողացել ապացուցել իրենց կողմից հենց այդ վկայակոչած տեղեկատվությունները, որոնք դատարանը դատական ակտերում արձանագրեց, որ սա կոնկրետ սրբարտություն է կամ վիրավորանք է տարբեր գործերում եւ հենց միտում ունի բացասական տրամադրություններ առաջացնելու հանրության մեջ խոսքը ընկերության մասով։